Ողջույն սիրելիներ, բարի գալուստ իմ ալիք, նրանք ովքեր նոր են միացել իմ ալիքին, ասեմ, որ ես ապրում եմ Ֆրանսիայում, ես կոլեկցիոներ եմ, ունեմ վինտաժային ու անտիկ զարդերի մեծ կոլեկցիա եւ իմ բաժանորդներից շատերը նույնպես, ովքեր գտնվում են այս ալիքում, նրանք բոլորը բիժուտերիայի սիրահարներ են։ Եվ եթե դուք էլ սիրում եք գեղեցիկը, արվեստը եւ պատմությունը մեկ վայրում, ուրեմն դուք ճիշտ ալիքում եք։ Այս ալիքը նրբաճաշակ եւ բարձրաճաշակ մարդկանց համար է։ Եվ այսօր ինչ եմ ցույց տալու ես ձեզ այսօր ցույց եմ տալու մի հիանալի կոլեկցիա Sarah Coventry բրենդի, ամերիկյան բրենդ է, 1949 թվականին հիմնադրված հայտնի բիժուտերիական ընկերություն է, հիմնադիրն է Ստուարտը, ընտանեկան բիզնես է այս բիզնեսը, ընտանիքով են աշխատել, Sarah Coventry-ն նրանց թորնուհու անունն ազգանունն է, եւ ուրեմն այս բրենդը կոչել են հենց իրենց սիրելի թորնուհու պատվին։ Շատ պոպուլյար բրենդ է, հայտնի է ամբողջ աշխարհում։ 1950-ականից 60-ականները բրենդը մեծ համբավ է ունեցել ԱՄՆ-ում։ Շատ տեղին է նշել, որ Sarah Coventry բրենդը 1950-ականներից դեպի 60-ականներն ընկած հատվածը ունեցել է մեծ համբավ ԱՄՆ-ում եւ 1970-ականներից 80-ականները ողջ աշխարհում։ Մինչ օրս էլ բարձր է գնահատվում այս բիժուտերիական ընկերությունը եւ շատ են այն կոլեկցիոներները, որոնք հավաքում են այս բրենդի զարդերը։ Ահա կատալոգը ձեր առջև է դրված 1949-ից 2009 թվականը ընկած ժամանակահատվածում հավաքագրվել են այս բոլոր զարդերի կոլեկցիաները եւ տեղադրվել են այս կատալոգում։ Մի քանի տարբերակներ կան Sarah Coventry կատալոգներից, բայց ամենահաջողվածը սա է։ Եվ այսպես առանց ժամանակ կորցնելու ես ցույց կտամ այս զարդերից մի քանիսը ձեզ հիմա։ Էլի ունեմ տեսանյութեր Sarah Coventry բրենդին վերաբերող տեսանյութեր են դրանք, մեկնաբանություններում կամրագրեմ այդ տեսանյութերի հղումը, կարող եք նայել, եթե ձեզ կհետաքրքրի ավելի մանրամասն տեղեկություններ, բայց հիմա ցույց կտամ այդ զարդերից մի քանիսը, որոնք առկա են իմ սեղանի վրա։ Դե գնացինք։ Վայելելու գեղեցիկը, արվեստը եւ պատմությունը մեկ վայրում։ Ամերիկյան բիժուտերիա է Sarah Coventry-ն, այստեղ մի քանի տարբերակներ կան եւ ես կփորձեմ դրանք ձեզ ցույց տալ հենց հիմա։ Իսկ դուք պատրաստ եք։ Դե գնացինք։ Հիմա տեսնենք ինչ զարդեր կան այստեղ, վաղուց ես ինքս էլ չեմ նայել եւ ինձ հետաքրքրում է։ Եկեք նայենք միասին։ Տեսնում եք, բոլորը ես առանձնացված եմ պահում իրենց քսակներով, որպեսզի լավ պահպանվեն այս զարդերը։ Հիմա մանրամասն մենք կուսումնասիրենք այս բոլորը, ինչպես նաև այստեղ նույնպես կան մի քանիսը։ Հիմա բոլորը մենք կուսումնասիրենք։ Այստեղ էլ կան, այստեղ էլ մի քանիսը կան։ Հիմա ավելի մանրամասն ցույց կտամ բոլորը։ Ինչից սկսենք այս գեղեցկագույն վզնոցից, կոչվում է Fashion վզնոց, թողարկվել է 1960-ականներին, ավելի կոնկրետ 1960 թվականին եւ կատալոգային արժեքը $40 է այս վզնոցի։ Այս վզնոցը նաեւ ունեցել է թևնոց եւ ականջողեր, բայց ես ունեմ միայն վզնոցը։ Եվ այսպիսի կրուչոկը բնորոշ է հենց 1960-ականներին, այսպես է կոչկվել վզնոցներ։ Եվ նայեք, երկու մետաղական լարով է այդ կրուչոկը ամրացված, մեկը չի։ Օրինակ 50-ականներին մի հատ է եղել այս կրուչոկը։ Իսկ այստեղ կրկնակի է, եթե տեսնում եք։ Ահա այդպիսի բաներ կան, որոնցով կարելի է գրահել զարդերի տարիքը, բայց կոնկրետ այս զարդի դեպքում հստակ նշված է կատալոգում, որ 1960 թվականին է արտադրվել, արժեքը €40 եւ ունի ցելյուլոզայից ծաղիկներ, վարդեր, կարալային գույնով։ Հիմա տեսնենք ուրիշ ինչ կարող եմ ձեզ ցույց տալ։ Հաջորդ բրոշը կոչվում է ամերիկյան գեղեցկուհի, այս նրբագեղ վարդի մասին է խոսքը։ Այն կատալոգում նշված է, որ արտադրվել է 1961 թվականին, ահա արկա է մարկիրովկան, սարակով, եւ այս ուսադիրներից հասկանում ենք, որ բրոշը տիպիկ 60-ականների բրոշ է։ Ես բազմաթիվ անգամներ ձեզ ցույց եմ տվել բրոշներ, որոնք ունեն այսպիսի ուսադիրներ, եւ ասել եմ, չէ, որ 60-ականների պատկանող բրոշ է։ Ժամանակաշրջանը թողում է իր հետքը բրոշի վրա։ 3D եռաչափով բրոշ է, շատ էֆեկտնի զարդ է, պարոդիստի բրոշ, անմիջապես զգացվում է, որ լավ ծագում ունի այս բրոշը, շատ լավ կատարում է։ 1961 թիվ եւ կատալոգային արժեքը $30։ Անցնենք առաջ։
Նորաձևության ծաղիկ, եւս մեկը։ Շատ է կրկնվում այդ բառը fashion։ Քանի որ անմիջապես այս ընկերությունը կապ է ունեցել նորաձևության ինդուստրիայի հետ, դրա համար հաճախակի է իր զարդերին նման անվանումներ տվել։ Շատ չքնաղ բրոշ է, իմ սիրելի բրոշներից մեկը, նայեք ինչ մեծություն ունի, բայց քանի որ շատ նրբագեղ է պատրաստված, հագուստի վրա էլ է շատ օրիգինալ նրբաճաշակ տեսք ստանում այս բրոշը, չնայած իր չափսերի, այն իսկապես շատ էլեգանտ է։ Ինչպես տեսնում եք, օգտագործված են աբե ծածկույթով քարեր, եւ դարձյալ տեսնում են գեղաչափ էֆեկտ, վոլյում ունի այս բրոշը, հիանալի կատարում է ուղղակի։ Այս բրոշը թողարկվել է նույնպես 1961 թվականին եւ արժեքն է $45 կատալոգային արժեքը եւ իսկապես արժե այս գինը, որ այն ժամանակ դա բավականին գումար է եղել, մեծ գումար 1961 թվականին պատկերացնում եք, երբ որ բագետի արժեքը, հացի արժեքը 6 սանտիմ է եղել, մոտավորապես 6 դրամ, մեր հայկական փողով ասեմ, որ պատկերացնեք։ Ահա այդպիսի հիասքանչ բրոշ, fashion ծաղիկ, որը իսկապես գերում է մարդկանց սրտերը իր գեղեցկությամբ։ Ինձ հիշեցնում է Ալվան ծաղիկը, Ալինկի ցվիտոչիկ, տենց մի հատ հեքիաթ կար է, որ աղջիկը հորից այդպիսի ծաղիկ է ուզում։ Ահա այդպիսի ծաղիկ է ինձ հիշացնում այս ծաղիկը։ Բայց կարելի է նաև համարել այլ ծաղիկ։ Տարբեր ծաղիկների նման է, ասենք պիոնի կամ աստղածաղիկներից որևիցե մեկին, շատ նման է։ Եվ ահա հաջորդ բրոշը ձեզ ցույց տամ, որը նույնպես fashion բրոշ է եւ կոչվում է բարձր նորաձևություն։ Տեսեք ինչքան գեղեցիկ է այս գիգանտը, թողարկվել է 1962 թվականին եւ կատալոգային արժեքը $50 է։ Տեսեք ինչ գմբեթաձև տերև ունի այս ծաղիկը, որևիցե լիլյան, չգիտեմ։ Տեսեք ինչպիսի կառուցվածք ունի, դարձյալ եռաչափ էֆեկտով, շատ գեղեցիկ բրոշ է, մասիվ, բայց միևնույն ժամանակ ծանր չէ, պարտադիր չէ կրել վերարկուի վրայից, կարելի է կրել յուրաքանչյուր հագուստի վրայից, անգամ շորիկների վրայից, բայց կարծում եմ, որ հատուկ առիթների դեպքում, որովհետև շատ ճոխ բրոշ է, ես օրինակ ամեն օր չէի կրի այս բրոշը։ Մետաղական գույններ, շատ գեղեցիկ, հանգած ոսկեգույն է, շամպայնի գույն, այդպես կարող եմ ասել, եւ արկա է բորոկական մարգարիտ, իհարկե իմիտացիա է, իսկական մարգարիտ չէ, բայց ոչ պակաս էլեգանտ ու գեղեցիկ բրոշ է այս բրոշը։ Անցնենք առաջ, սիրելիներ, հիմա տեսնենք ինչ ձեզ ցույց կտամ, ես էլ ձեր հետ նայում եմ միևնույն ժամանակ ու հիանում, հավատացեք, կապ չունի, որ իմ զարդերն են, ամեն անգամ ինձ մոտ հիացմունք են առաջացնում այս զարդերը։ Հիմա բացեմ այս մյուս փոքրիկ տուփիկը, խառն ենք նայում, ինչպես տեսնում եք։ Ահա ինչպիսի վենետիկյան գանձ է մեր առջև։ Ուրեմն այս վզնոցը հենց այդպես էլ կոչվում է վենետիկյան գանձ։ Թողարկվել է 1974 թվականին եւ կատալոգային արժեքը $55 է։ Պատկերացնում եք։ Այն թվերի համար դա մեծ գումար է։ Եվ ինչու՞մն է խնդիրը, ինչու է այս վզնոցը այսքան թանկ, արժեք։ Հիմա ուսումնասիրենք միասին։ Եթե նայում ենք, արկա է կախազարդ, արկա են էլեմենտներ, գուազանե տեխնիկայով կատարված այս էլեմենտները, ձեռքի աշխատանք է, այդ իսկ պատճառով թանկարժեք վզնոց է։ Տեսնում ենք նույն գրուչոկը 60-ականներից մինչև 70-ականներն ընկած ժամանակահատվածը այսպիսի փականներ են օգտագործվել զարդերի համար։ Շատ գեղեցիկ զարդ է, ինձ շատ է դուր գալիս այս տեխնոլոգիան գուազանե։ Անցնենք առաջ, տեսնենք ուրիշ ինչ կա նայելու։ Այս չքնաղ ծաղիկն եմ ուզում ձեզ ցույց տալ, նայեք ինչքան գեղեցիկ է, էմալապատ, խոշոր ծաղիկ է։ Հիմա ձեռքիս մեջ այն ցույց կտամ ձեզ։ Ահա մարկիրովկան սարակով։ 3 կարկասից է բաղկացած։ Հիմքը եւ թերթիկները, կանաչը, տերևների տեսքով եւ կապույտը։ Ուրեմն այս բրոշը 1969 թվականին թողարկված բրոշ է, ունի նաեւ կլիպսներ եւ կատալոգային արժեքը $40 է։
Մասիվ բրոշ է, շատ գեղեցիկ, հիասքանչ բրոշ, տրամադրություն ստեղծող, բարձրացնող, ահա այդպիսի զարդ է, շատ եմ սիրում ես այս բրոշը, եւ գույներն էլ կանաչի եւ կապույտի համադրությունը շատ ճոխ է նայվում միասին, ահա այսպես։ Մյուս բրոշը կոչվում է սև գեղեցկուհի, այդպիսի անվանում են տվել այս էլեգանտ բրոշին, փոքրիկ, բայց շատ աչքի ընկնող էլեգանտ բրոշ է, թողարկվել է 1967 թվականին եւ արժեքն է $25։ Ահա մարկիրովկան այս թերթիկի վրա է սաղակով։ Այս բոլոր բրոշները ունեն իրենց մարկիրովկան, բոլորը։ Եվ կոչվում են booking piece, այսինքն գրքային կտորներ, որոնք թողարկվել են գրքերում, կատալոգներում։ Եվ վերջին ժամանակներում շատ պոպուլյար է հավաքել հենց այդպիսի բրոշներ, որովհետև ունեն իրենց ծագումը, իրենց պատմությունը եւ բնականաբար ինչը որ կա կատալոգում արդեն հայտնի է, պոպուլյար։ Նայենք մեկ ուրիշ հայտնի բրոշ, որը անմիջապես կարելի է ճանաչել, ովքեր հավաքում են Սահակովի բրոշները, անմիջապես կճանաչեն այս բրոշը, կոչվում է կոնֆետների երկիր։ Կարծես Grand Candy-ին հիշեցնի, չէ, իր գունային գամայով։ Բրոշը թողարկվել է 1973 թվականին եւ արժի $25։ Ահա այստեղ է մարկիրովկան է բրոշի։ Ինչ լավ է, որ բաց է այս հետևի հատվածը, որտեղ տեղադրված են լուծիկները։ Շատ թեթև բրոշ է, կարելի է կրել ինչպես ամառային շորիկների վրայից, այնպես էլ տարբեր պիջակների վրայից եւ լավ է, որ արկա են բազմաթիվ գույներ, կարելի է համադրել մյուս զարդերի հետ, ինչը որ ունենք այս գունային համադրությամբ, կամ հագուստների հետ, ցանկացած գույնի հետ, այս բրոշը սազում է իսկապես։ Փորձել եմ մի քանի անգամ կրել եմ ու շատ դուր է եկել ինձ, ոչ միայն ինձ, այլ նաեւ դիմացինին բազմաթիվ կոմպլիմենտներ եմ ստացել հենց ֆրանսուհիներից։ Հաջորդ իմ սիրելի բրոշը, որը ունի լուծիկային խոշոր հյութեղ էլեմենտ, կոչվում է ուղղակի բորդոյ բրոշ, չգիտեմ ինչու են այդպես անվանել, բուրգունդի, այդպես է հնչում անգլերենով, ոչ թե բորդոյ, ավելի շատ ֆուկսիան է հիշեցնում այս երանգը, եւ այդ բուրգունդի երանգը հենց ֆուկսիա է նշանակում։ Խնձոր է երևի թե չէ, ավելի նման է խնձորի, շատ գեղեցիկ բրոշ է, կարծես կոնֆետ լինի, կոնֆետ լիձինցի այդպիսի բրոշ է, մարկիրովկան պոչի հատվածի վրա է Սահակովը։ Կարող եմ մոտեցնել, որպեսզի տեսնեք, բայց դա էական չի։ Եթե ես ասում եմ, որ բոլոր բրոշների վրա արկա է մարկիրովկան, ուրեմն հենց այդպես էլ կա։ Շատ գեղեցիկ բրոշ է, փոքրիկ, համեղ, հյութալի, հյութեղ բրոշ։ Ախորժակ է բացում, իսկապես կարելի է այս պահին հաճույքով որևիցե միրգ ուտել, չէ։ Ցույց տամ մեկ այլ հետաքրքիր կատարում։ Ահա այսպիսի վզնոց։ Կարապ է, դե տեսնում եք, ինչպես տեսնում եք բնականաբար, եւ այդպես էլ կոչվում է կարապի լիճը, որովհետեւ կարապը տեղադրված է հենց լճի վրա։ 1972 թվականին է թողարկվել այս վզնոցը եւ արժեքն է $55։ Եթե տեսնում եք, փականը նույն կրючոկն է, նույնը, լրիվ նույնը, երկու լարից, մետաղալարից կազմված, ահա այստեղ կա մարկիրովկան Սահակով, կարծեմ այս հետևի հատվածում էլ պետք է լինի որևիցե տեղ, եթե չեմ սխալվում։ Բավականին գեղեցիկ մասիվ կախազարդով վզնոց է, հիշեցնում է Սվարովսկու կարապը, այդ իսկ պատճառով շատ են սիրում շատերը կրել հենց այս վզնոցը Սահակովից, հիանալի կատարում է։ Եվ արծաթագույն մետաղական երանգը, քարերի գույնը շատ խորքային է եւ հարուստ տեսք է տալիս այս վզնոցին։ Բնականաբար, ով չգիտեն այս բրենդի մասին, Սահակովի, անմիջապես կհասկանան, որ այն շատ արժեքավոր ընկերություն է արտադրել, իսկ այն մարդիկ, որոնք որ հավաքում են Սահակովի բրենդը, անմիջապես են ճանաչում տվյալ զարդը։ 1972 թվականին է արտադրվել եւ արժե $55։ Եվս մեկ գեղեցկուհի, արծաթագույն գեղեցկուհի, խոշոր մարգարտե էլեմենտով, իմ նապաստակն է աղմկում, կոչվում է արծաթափայլ արևայրուք, թողարկվել է 1969 թվականին եւ արժեքն է $30։ Իսկ ինչու է կոչվում արծաթագույն արևայրուք, չեմ կարող ասել։
Հետաքրքիր անվանում են մտածել հանելուկային։ Դե գնա ու մտածիր։ Այդ ժանրից էլի գլուխ կոտրուկ անվանում, որը կարծես թե հեչ կապ չունի այս բրոշի հետ, եթե արևայրուք է, ինչու է արծաթագույն, պետք է ոսկեգույն լինի կամ բրոնզագույն, չգիտեմ ինչու են նման հանելուկային անվանում տվել, բայց հետաքրքիր անվանում է այս էլեգանտ բրոշի համար։ Բրոշը ունի նաև ականջողեր, բայց իմ մոտ արկա է միայն տվյալ դեպքում բրոշը, նախկինում ունեցել եմ նաև կոմպլեկտը։ Թողարկվել է 1969 թվականին, արժեքը կատալոգային եղել է $30։ Ահա եւ մարկիրովկան այստեղ Սառակով։ Մասիվ չափերի շքեղագույն բրոշներից է, տեսեք ինչքան մեծ է այս բրոշը, շատ գեղեցիկ է նայվում ձմռան ամիսներին, արծաթափայլ իր ոճով կարծես համընկնում է ձմռան հետ, ձյան հետ։ Ես այս բրոշը կրում եմ ձմռանը ավելի շատ էլեգանտ կատարում է։ Մի քիչ երկար կանգ առա այս բրոշի վրա, որտեվ ես ինքս ձեր հետ միասին հիանում եմ, հավատացեք, նույնպես հաճույք եմ ստանում։ Լավ, ինչևէ անցնենք առաջ, որպեսզի ավելի շատ բաներ նայենք։ Այս հրաշք կոմպլեկտն եմ ուզում ձեզ ցույց տալ, շատ գեղեցիկ կոմպլեկտ է, կոչվում է երիցուկի ժամանակ, այդպիսի անվանում են տվել, ոչ թե երիցուկի ժամանակներ, այլ երիցուկի ժամանակ։ Այս կոմպլեկտը թողարկվել է 1971 թվականին, բրոշը առանձին արժե $25 եւ ականջողերը նույնպես արժի առանձին $25, այսինքն կոմպլեկտը կազմել է $50։ Դե գիտենք, որ երիցուկ ծաղիկին նաև ասում են մարգարիտկա։ Ինձ համար սա ավելի մարգարիտկա է, ինչու, որովհետև այս կապույտ էլեմենտների փոխարեն լիներ սպիտակ, ես հաստատ կնմանացնեի երիցուկի եւ դա քննարկման ենթակա չէր լինի։ Տեսնում եք, այստեղ կա նույնպես մարկիրովկան Սառակով եւ արկա է նաև ականջողերի վրա Սառակով մարկիրովկան, այս վերևի հատվածում յուրաքանչյուրի վրա արկա է մարկիրովկան։ Գիտեք, որոշ ընկերություններ թողարկել են մարկիրովկան միայն բրոշի վրա կամ ականջողերի կամ վզնոցի կամ ականջողերից մի թայի վրա, բայց Սառակովի դեպքում այլ տարբերակ գոյություն չունի, նա միշտ մակագրել է բոլոր կտորների վրա իր զարդերի, դա շատ ավելի լավ է, խոսում է ընկերության ուշադրությունը դետալների նկատմամբ, այս փականներով ականջողերը, կլիպսները շատ նուրբ են նստում ականջների վրա, երբեք չեն ցավացնում ականջները, շատ գեղեցիկ կատարում է եւ շատ հարմարավետ ֆիքսացիայով կլիպսներ են, շատ եմ սիրում այս կոմպլեկտը, բավականին թանկ եմ գնել, նվեր եմ կատարել, շքեղ նվեր, բայց պատկերացրեք արժեր այդ գինը, այս երկու կտորի վրա, որ ես ծախսել եմ, քանի որ ոչ հաճախ են հանդիպում Սառակովի կոմպլեկտները ամբողջական տարբերակով։ Ցույց տամ եւս մեկ կոմպլեկտ, որը գնել եմ միևնույն ժամանակ այն նախորդ կոմպլեկտի հետ միասին, սա էլ կոչվում է կապույտ նշում, կարծես էլի նման է երիցուկ ծաղիկի եւ ոչ միայն երիցուկի, առհասարակ ցանկացած ծաղիկի էլ նման է, շատ նրբիկ ականջողերով, բրոշով, թողարկվել է 1967 թվականին եւ յուրաքանչյուր կտորի արժեքն է $25 եւ ականջողերը եւ բրոշը յուրաքանչյուրը արժի $25, կատալոգային գինն եմ ասում ես, շատ գեղեցիկ կատարում է, աբստրակտ դիզայնով, ականջողերը ուղղակի գրավել են իմ սիրտը այս կոմպլեկտի, շատ նրբիկ են, սազում են բոլորին եւ փականը նույն փականն է, շատ հեշտ փակվող եւ փափուկ, չի ցավացնում այս կլիպսները, ոչ ոքի չի ցավացնում, այդքան լավ է կատարված այս կոմպլեկտների եւ առհասարակ այս զարդերի մասին երազել են միշտ բոլորը, այդ ժամանակաշրջանի հայտնիները, որովհետեւ այս զարդերը չեն վաճառվել խանութներում կամ ինչ-որ ցանցերում, այլ նեղ տղուկներում են վաճառվել վեճերինկաների, փարթիների ժամանակ, որտեղ մասնակցել են հայտնի տիկնայք եւ այն ժամանակվա հայտնի մարդիկ, դերասաններ, ժուրնալիստներ եւ այդ փակ կրուկներում, այդ նեղ շրջանակներում վաճառվել են այս զարդերը եւ ունեցել են սահմանափակ քանակություն, այսինքն այնպես չէր, որ հենց ուզեցար կարողանաս գնել
եթե անգամ գումար ունես, պարզապես սահմանափակ թվով է եղել եւ վաճառվել են նեղ շրջանակներում, չգիտեմ, որևիցե մեկին հաջողվել է ամբողջ կոլեկցիան բոլոր թողարկումների զարդերը գնել Սառակովից, թե ոչ, որտեվ շատ է եղել, բազմաթիվ անհամար շատ զարդեր են ունեցել։ Երանելի է իրոք այն մարդը, որ կարողացել է ամբողջ կոլեկցիան ունենալ, չէ, բոլոր կոմպլեկտները, վզնոցները, թևնոցները, ինձ հետաքրքրել է միշտ այդ փաստը, տեսնես ինքը Սառան հենց ունեցել է ամեն ինչից մեկ օրինակ, Սառան հենց իրենց թողնուհին է, որի պատվին թողարկվել են այս զարդերը, այս ընկերությունը կոչվել է իր պատվին, եւ հետագայում նա է զբաղվել այս զարդերի վաճառքով։ Եվ կամպանիան չի ունեցել, ասեմ ձեզ, արդյունաբերություն, այսինքն այս զարդերը իրենք չեն արտադրել, այլ պատվիրել են այն ժամանակվա շատ հայտնի ընկերություններին։ Դրա համար էլ սահմանափակ թվով է արտադրվել, այսինքն ամեն տարի, ամեն ամիս, ինչը որ թողարկվել է, վերջ, կրկնօրինակները հազվադեպ են կրկնօրինակվել, այնպես չի խանութում, չէ, որ վերջանում է գնում են, ասենք պահեստից բերում են։ Ուղղակի շատ պահանջարկի դեպքում երբեմն որոշ կտորներ, որոշ կոմպլեկտներ, զարդեր մի քանի տարի հետո նորից թողարկվել են, բայց ոչ բոլորը իհարկե։ Ձեզ ցույց տամ այս հիասքանչ կախազարդը, ահա այստեղ արկա է մարկիրովկան, Սառակով, շատ գեղեցիկ վզնոցով, որը ունի մի քանի կոճկելու օղակներ, այսինքն կարելի է շատ կարճ կրել այս վզնոցը, ահա այստեղ կա օղակ, որի վրա անցկացնելով կարճանում է վզնոցը, եւ երկար տարբերակը կոչվում է Վարդ Մարի այս կախազարդը եւ թողարկվել է 1977 թվականին իր վզնոցի հետ մեկտեղ, արժեքն է եղել $50 այս կախազարդի, հրաշք կախազարդի, այս գեղեցկագույն վզնոցի արժեքը $50, այն ժամանակվա գումարը 1977 թվականին, կարծում եմ, որ պատկերացում կազմում եք, թե ինչքան թանկ է եղել այդ ժամանակներին այս զարդը։ Հիմա է, որ $50, 50 եվրոն ոչ մի կոպեկի արժեք չունի։ Բայց առաջ այդ գումարով կարելի է լուրջ հարցեր լուծել, բավականաչափ լուրջ հարցեր։ Ահա եւս մեկ նուրբ, շատ էլեգանտ կախազարդ իր վզնոցի հետ մեկտեղ, որը կոչվում է Մոմի լույսի կախազարդ։ Չգիտեմ ինչու են այդ անվանումը տվել, երևի թե ճրագի է նման ինչ-որ առումով, բայց քարերը իսկապես շատ փայլուն են։ Այս վզնոցը թողարկվել է 1972 թվականին եւ արժեքն է $30։ Եվս մեկ հրաշալի բրոշ, զարմանահրաշ անվանումով, կոչվում է կատաղի։ Ինչու է այս հիասքանչ բրոշը, այս գեղեցիկ ծաղիկը անվանվել այդպես, չգիտեմ, համենայն դեպս կատալոգում այդպես է նշված, կատաղի, թողարկվել է 1973 թվականին եւ արժեքն է $20 այս բրոշի կատալոգային։ Այս նրբագեղ կլիպսները ուրեմն կոչվում է երկու ժամանակներ, կարծես հիշեցնում եմ ժամացույց երևի, հա, պիսոչնիե չսի, ավազով ժամացույց, չգիտեմ ինչու, կամ էլ որ կիսվում է երկու մասի, տրանսֆորմեր զարդ է, այսինքն կարելի է կրել այսպես ամբողջական տարբերակով եւ սա դուրս է գալիս, կամ էլ այս փոքրիկ, միայն այս գլխիկի հատվածը, դրա համար էլ երևի թե կոչվել է երկու ժամանակներ, այսինքն երկու ձևաչափով կարելի է կրել այս զարդը։ Ժամանակի սուղության պատճառով չեմ անջատի իրարից, բայց կարծում եմ պատկերացրեցիք, ահա մյուս տարբերակը այսպես է նայվելու, այսպիսի փոքրիկ կլիպս որպես դուրս է գալիս այս հատվածը, դարձյալ նույն ձևի է կոճկվում, շատ հարմարավետ կլիպսների փականներ են այս փականները։ Իդեպ մոռացա ասել, կատալոգային արժեքը $35 է այս երկու ժամանակաչափեր ականջողերի։ Այս մատանին Սառակովինցի կոչվում է Շալիմար, թողարկվել է 1973 թվականին եւ արժեքն է $30։ Մատանիները շատ հազվադեպ են հանդիպում, շատ քիչ են պահպանվել, ահա մարկիրովկան ներսի հատվածում Սառակով եւ մատանին ռեգուլե է արվում յուրաքանչյուրի մատով։ Հիմա դնեմ իմ մատին, տեսեք ինչպիսի տեսք ունի ձեռքի վրա։ Ահա այսպիսի տեսք ունի ձեռքի վրա։ Գեղեցիկ մատանի է, փիրուզագույն եւ կենտրոնական էլեմենտը ամիթիստ հիշեցնող քար է, այդպիսի գույն ունի։ Ռեգուլե անելու հատվածը վերևի մասում է ընկնում,
Եվ աննկատ է, շատ չի էլ երևում։ Ես իրուն չի, երբ որ տակից է երևում ռեգուլե անելու հատվածը, շատ նուրբ մոտեցում են տվել, վերևի հատվածում է, ահա այստեղ, եւ շատ աննկատ չի երևում։ Ուրեմն ինչպիսի շքեղություն, շատ գեղեցիկ բրոշ է եւ հենց այդպես էլ կոչվում է արծաթե շքեղություն։ Թողարկվել է 1971 թվականին, կատալոգային արժեքը $30 է եւ իսկապես անվանումը համապատասխանում է այս բրոշին, որտեվ շատ շքեղ բրոշ է։ Եթե ձեռքիս ափիս մեջ պահեմ, դուք չափսը կպատկերացնեք ինչքան մասիվ բրոշ է եւ բրաշիրովկան տեսեք, հենց իրական տերևի նման է արված այս լիցքը։ Ներսի դաջվածքը նույնպես հիանալի կատարում է, այստեղ կա բրենդի անվանումը սառակով հավավումը։ Շատ գեղեցիկ կատարում է, անզուգական, էլեգանտ, շքեղ, ամեն ինչը մտածված, ամեն դետալը։ Եթե չլներ այս մարգարտե ողկույզը, այսպիսի տեսքեր ունենալու։ Դասական, խիստ լոկանիկ ուրվագծերով, բայց այս փոքրիկ ողկույզը մի տեսակ շարմ է հաղորդել այս բրոշին, տեղին է արված, կարող եմ ասել։ Եվ այս հատվածն էլ ծալված է, իսկապես ծալված է, այդ էֆեկտ չի արված, այս տերևի եզրը ծալված է։ Շատ լավ կատարում է, ինձ շատ է դուր գալիս այս բրոշը, էլեգանտության խորհրդանիշ է ուղղակի, այս արծաթե շքեղությունը։ Ու արծաթաջրված է այս բրոշը, նաև կարող եմ ասել։ Մեկ այլ էլեգանտ բրոշ, բայց սա շատ փոքրիկ է եւ մարգարիտն էլ իսկական է, կոչվում է Շատրին այս բրոշը։ Թողարկվել է 1961 թվականին եւ արժեքն է $45։ Պատկերացնում եք գնային տարբերությունը։ Այս փոքրիկը այդքան թանկարժեք է, քանի որ մարգարիտը բնական է եւ եթե նկատում եք, այդպես էլ կատարված է չանկերի մեջ, ինչպես ոսկերչական աշխատանքների դեպքում է արվում։ Այսպիսի նուրբ փոքրիկ բրոշ, տիպիկ 1960-ականներին, ահա այդպիսի բրոշ է։ Գիտենք, որ այսպիսի փականներով բրոշները նույնպես 1960-ականներին են կատարվել այս աշխատանքները եւ սա 1961 թվականի զարդ է, արժեքը $45։ Եթե դնեմ այստեղ ձեռքիս, պատկերացրեք չափսը ինչպիսին է, մոտավորապես 3 սանտիմետր, շատ էլեգանտ, փոքրիկ, խորհրդավոր բրոշ է սա։ Եվ վերջում ցույց տամ այս գունագեղ, գեղեցիկ վզնոցը տրամադրություն բարձրացնելու նպատակով, տեսեք ինչպիսի գունագեղ, շքեղ վզնոց է, բավականին մասիվ, երկարավուն, ունի այսպիսի վերջնահատվածներ։ Այս բրոշի մասին ես էլի եմ խոսել, կոչվում է Կարուսել, թողարկվել է 1968 թվականին, իր ականջողերի հետ միասին 3 գույնով, ուրեմն մեկը սա է այս երանգներով, մյուսը կապույտ սպիտակ կանաչ եւ մյուսը կարալային եւ սպիտակ գույներով, այդպիսի 3 թողարկում ունի, 3-ն էլ թողարկվել են 1968 թվականին եւ վզնոցի արժեքն է $55 եւ սա կոմպլեկտ է, իր հետ ունի նաև ականջողեր, որոնք պահպանվել են իրենց օրիգինալ տուփի մեջ, ահա այստեղ նշված է Fashion Jewelry սառակով ինքնի, սա էլ ականջողերը իր օրիգինալ տուփով, ականջողերի արժեքը $25 է, ահա այսպիսի կախազարդով ականջողեր է, սա ընկնում է դիմացի հատվածը, իսկ սա հետևի, շատ հարմարավետ ականջողեր են կլիպսների տեսքով, ես արդեն կրել եմ 1 կամ 2 անգամ, շատ նուրբ, հանգիստ նստում են ականջների վրա, չեն տեղաշարժվում ականջի վրայից այս կամ այն կողմ։ Դե ինձ սիրելիներ, այսօր այսքանը, այս գունագեղ զարդերով էլ ուզում եմ ձեզ հրաժեշտ տալ կրկին հանդիպելու նպատակով, բոլոր զարդերը չցուցադրեցի իմ կոլեկցիայից Սառակովինցի բրենդի, քանի որ ժամանակը սուղ է, մեկ տեսանյութում դա հնարավոր չէ, բայց կդնեմ, կամրագրեմ ես կոմենտարիաների, մեկնաբանությունների վանդակում կթողնեմ հղումը, ում հետաքրքիր է, կարող է ավելի մանրամասն նայել մնացած զարդերը։ Ինչ կհանդիպենք շատ շուտով, մնացեք ինձ հետ սիրելիներ, ասում եմ ձեզ ցտեսություն, կրկին հանդիպելու նպատակով, մինչ նոր հանդիպում։